Բարև ձեզ։ Հարգելի բարեկամներ, ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել վերջի 2 շաբաթների իմ բացակայության համար։ Ես իրոք ունեի հարգելի պատճառներ բացակայության համար, չեմ կարող այս պահին ամեն ինչ բացատրել, բայց իրոք ունեի այդ հարգելի պատճառը, պատկերացրեք ինչքան, որ անգամ չկարողացա ժամանակին արձագանքել Գագիկ Ծառուկյանի միջադեպին, որին ես անպայման պետք է արձագանքեի։ Ես երբ որ սկսեցի իմ այս YouTube-յան արշավը, ես պլաններ ունեի նման բան անելու, բայց ժամանակը դեռ չէր ինձ համար, քանի որ ես մի քանի չվերջացրած շատ կարևոր գործեր ունեի իմ անձնական կյանքում։ Ես պետք է անպայման դրանք վերջացնեի, մինչև որ նման պատասխանատվություն ինձ վրա վերցնելը, որովհետև երբ որ նման գործ ես սկսում եւ արդեն ունես հետևորդներ, մարդիկ քեզ անպայման սպասում են մինիմում շաբաթը 1-2 անգամ, նամանավանդ երբ որ մեծ իրադարձություններ են տեղի ունենում քո երկրում եւ քո երկրի սահմաններից դուրս, ոչ այդքան բարեկամ, ընկեր, անգամ կարելի ասել թշնամի երկրներում։ Եվ երբ որ դու չես կարողանում դա անել, մարդիկ հիասթափվում են, եւ ես հասկանում եմ դա։ Եվ ես ինքս տեսնում եմ, թե ինչպես շատերը անգամ unsubscribe են անում, այսինքն դուրս են գալի, չեն ուզում բաժանորդագրված մնալ իմ ալիքին, որովհետև ես չեմ կարողանում ապահովել այդ շաբաթը մինիմում 1 կամ 2 հաղորդումը։ Ես հիմա աշխատում եմ դրա վրա, որպեսզի սա չկրկնվի, որպեսզի ես դա անեմ, քանի որ ոնց որ հիշում եք, ես ոնց որ ասացի, ես դեռ չէի պատրաստվում դա սկսել YouTube-յան այս իմ արշավը եւ ուզում եի վերջացնել իմ բոլոր թե առողջական, թե մյուս մեծ խնդիրները, որոնք ես ունեմ իմ կյանքում, մինչ նման բան սկսելը, բայց երբ որ պառկած էի հիվանդանոցում, քանի որ հիշում եք իմ առաջին տեսանյութը դա հիվանդանոցից էր, դա այն օրն էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը, այն բժշկուհի կնոջը սկսեց քաշքշել փողոցում, եւ այդ օրը հիվանդանոցում դիտելով դա, ես ուղղակի չկարողացա պահել իմ նյարդերը եւ որոշեցի հենց այնտեղից հիվանդանոցի տեղաշորի մեջից տեղադրել մի տեսանյութ, որպեսզի իմ կարծիքը հայտնեմ իր այդ արարքի մասին։ Հետո երբ որ եկա տուն, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ ինչ որ ձևով արդեն ստեղծել էի սխեմա, որ շաբաթը 1-2 անգամ ես միանում էի, բայց ես մոռացել էի, որ անձնական մեծ խնդիրներ ունեմ, որոնք պետք է անպայման լուծեմ, եւ դրանք իրոք շատ ժամանակ են տանում ինձանից։ Մի օր շատ շուտով, երբ որ իրար մի քիչ ավելի լավ կճանաչենք, ես մի քիչ ավելի լավ կծանոթացնեմ ձեզ բոլորիդ այն ամեն ինչի հետ ես առնչվում եմ իմ առօրյայում եւ ինչի համար շատ անգամ ես ունեմ այս հարգելի պատճառները։ Չեմ ուզում շատ ավելի սրա մասին խոսել, քանի որ ավելի կարևոր բաներ կան խոսելու, քան իմ խնդիրները։ Դրա համար անցնենք առաջ, ես եւս մեկ անգամ ներողություն խնդրեմ ձեզանից կատարվածի համար, խնդրում եմ։ Իրոք սրտանց ուզում եմ ասել, որ սա ինչ որ ականջաթող անելու, ականջի հետև գցելու, աչքաթող անելու, կներեք, աչքաթող անելու եւ ականջի հետև գցելու դեպք չի, որ ուղակի ժամանակ չունեմ կամ ինչ որ մի բանով հրճվում եմ կամ ինչ որ մի տեղ եմ, ավելի կարևոր բաներ ունեմ անելու, որոնք որ ուղակի ինձ զվարճացնում են։ Չէ, դա ամենևին այդպես չէ, ես ունեմ շատ ավելի մեծ խնդիրներ, հավատացեք, եւ դրանք ինձանից իրոք շատ ժամանակ են խլում։ Հաճելի չի անգամ դրա մասին խոսելը, բայց շուտով կխոսեմ, եկեք անցնենք առաջ, ոնց որ ասացի, իմ անձնական խնդիրները այդքան կարևոր չեն։
Պատկերացրեք, որ Գագիկ Ծառուկյանի միջադեպի պահով ուղակի չէի համբերում հասնեի կամերային եւ այս աթոռին կամ այն բոլոր տեղերին, որտեղից ես միշտ խոսում եմ, որովհետեւ նման կեղտոտ բան, ինչքան էլ որ ես սպասում էի եւ ես սպասում էի դրան, ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը դա անելու է, ես գիտեի նաեւ ինչու դեռ չի անում, նա արդեն ընտրությունների օրը իր շիզոֆրենիկ դեմքով եւ արտահայտություններով դեմքի խոսք տվեց, որ անպայման Գագիկ Ծառուկյանին եւ իր առյուծներին դաստիարակչական, ուրեմն դասեր է տալու եւ ես գիտեի, որ նա անպայման դա անելու է, քանի որ նա դա նրա տեսակն է, բայց ասեմ ձեզ ինչու համար էր հետաձգվում սա։ Նախ նա ուզում էր սա անի այն օրը, որ ինքը քաղաքից բացակայելու է։ Ասեմ ինչի համար։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում դրամա, շատ է սիրում տես մեծ մելոդրամաներ եւ նա օգտագործում է ուրեմն արևմտյան մոդելը տերորի։ Դա այն մոդելն է, որ դուք լավ հիշում եք Godfather ֆիլմում, երբ որ Մայքլ Կորլեոնը երեխաներին է կնքում, իսկ իր գուները, այսպես են ասում անգլերեն, his goons, այսինքն իր զինվորները դրսում մաքրում են բոլոր Մայքլ Կորլեոնի խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը սիրում է ամերիկյան հոլիվուդյան դրամաներ եւ քանի որ նա ընտրել է արևմտյան ստիլը, նա օգտագործում է բոլոր ՑՌՈ-ի եւ MI6-ի, Mi6-ի գործելավոճը եւ նա անպայման պետք է գրեր մի սցենար Գագիկ Ծառուկյանի ոչ թե ձերբակալության, այլ տերորի միջոցով բերման ենթարկելու սցենար պետք է գրեր եւ դրա պատճառով էլ այս գործը հետաձգվում էր։ Նա գիտեր, որ շուտով քաղաքից դուրս կգա, քանի որ նա շատ հաճախ է քաղաքից դուրս գալիս հանրապետությունից եւ նաեւ պետք է գրեր դրա սցենարը եւ սցենարը գրել շատ այնպիսի մի ուրեմն դրամայի ժանրից, որ ազգը անպայման ապրի ինչ որ մի պսիխոտրավմա երկար ժամանակ դա նայելուց հետո, ինչպես արվեց հոկտեմբերի 27-ին։ Ու սա հոկտեմբերի 27-ի հետ համեմատելու դեպք չէր, բայց տեսակը, գործելավոճը պետքա լիներ նույնը։ Եվ դրա համար էլ հետաձգվում էր, բայց ես սպասում էի։ Հիմա ես մի երկու բառով ուզում եմ դիմեմ անպայման Գագիկ Ծառուկյանին եւ իր հարազատներին եւ ընտանիքին։ Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում։ Մենք իրար հետ մեկ անգամ ուղակի ձեռնվել ենք, բարևել, ծանոթացել ենք իր 40-ամյակին, որը նա նշում էր միտեղ մի ռեստորանում, որը որ իմ Սանիկի ռեստորանն էր։ Եվ ուղակի այդ օրը մենք չենք մասնակցել ծնունդին, ուղակի երբ որ եկան հյուրերը, որպես ռեստորանի տերերին, նրանք ուղակի բարևեցին եւ ես իմ Սանիկի հետ էի այդ օրը իր ռեստորանում եւ տենց ծանոթացա ուղակի ծանոթանալու բարև անուններ եւ անցանք առաջ, ուրիշ ոչ մի բան։ Ես անձամբ չեմ ճանաչում Գագիկ Ծառուկյանին, բայց Գագիկ Ծառուկյանին անձամբ ճանաչել պետք չի,
որպեսզի դու իմանաս ինչ տեսակի անձնավորություն է Գագիկ Ծառուկյանը։ Եվ հասկանալով Գագիկ Ծառուկյանը ինչ տեսակի մարդ է, հասկանալով նրա քաշը, հասկանալով նրա արած գործերը Հայաստանի Հանրապետության սպորտի աշխարհում հազարավոր մեր սպորտսմեններին աշխարհով ուրեմն ուղարկելու, նրանց շահագրգռելու եւ մեդալներ բերելու Հայաստան, դա արդեն ինքն իրենով շատ մեծ գործ էր, շատ մեծ գործ, բայց դա Գագիկ Ծառուկյանի միակ նվաճումը չի։ Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներից ունի նվաճումներ, որոնց մասին ես խոսացել եմ մի քանի անգամ, չեմ ուզում կրկնվել, եւ Գագիկ Ծառուկյանը իրոք մի մարդու տեսակ է, որի ինչ որ երբ որ նրա այս տեսակի մարդու հետ ինչ որ մի բան է լինում, բոլոր հայրենասեր մարդիկ, բոլոր մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը, պետք է անպայման արձագանքեն։ Շատերը արձագանքել են, շատերը ոչ, իսկ շատերը ինձ նման ուշացած են արձագանքում։ Հարգելի պատճառներով, բայց ես, քանի որ ես ունեմ փոքր ձայն, իմ ձայնը մեծ ձայն չի, ես ունեմ մի քանի հազար ունկնդիր մարդիկ, որոնք հետևում եւ դիտում են իմ տեսանյութերը, ինձ հետ կիսվում են իրենց մտքերով, այսինքն ես ունեմ ձայն եւ պլատֆորմ եւ ես պետք է անպայման հարգելով Գագիկ Ծառուկյանին անպայման արձագանքեի միանգամից, բայց իրոք դրա հնարավորությունը չունեի։ Թեկուզ ուշացած, բայց ես անպայման ուզում եմ արձագանքել այսօր, նախ առաջինը ուզում եմ ներողություն խնդրել Գագիկ Ծառուկյանից եւ իր հարազատներից, ընտանիքի անդամներից, որ ես ուշ եմ արձագանքում, բայց ես արձագանքում եմ եւ պետք է անպայման խոսենք սրա մասին մի քանի բառով։ Այն ինչ որ տեղի ունեցավ, դա իրականում ձերբակալություն չէր, որովհետև երբ որ պետությունը կամ դատախազությունը պետք է ձերբակալի ինչ-որ մարդու, նրան ձերբակալում են կամ կանչում են, եթե Գագիկ Ծառուկյանին կանչեին, ես համոզված եմ 100%-ով, որ Գագիկ Ծառուկյանը անպայման կգնար եւ կներկայանար։ Ոնց որ ասացի, սա սցենար էր, որը գրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ամեն ինչ պետք է լիներ այսպես, որպեսզի ոնց որ նորից ասացի, ազգը ապրի, մեծ մի ուրեմն տրավմա, սա հիշվի շատ երկար տարիներ եւ անպայման սրանով նա փորձեց մյուս օլիգարխներին անգամ իր սեփական գրպանի, կողքի գրպանի, վերևի, տակի գրպանի, կոշիկի եւ ուրիշ տեղերի օլիգարխներին անպայման ասի եւ հիշացնի, որ ինքը Նիկոլ Փաշինյանն է։ Ես տեսել եմ իմ կյանքում փոքրահոգի մարդկանց, բայց Նիկոլ Փաշինյանը իրոք աշխարհում երևի ամենամեծ փոքրությունն է։ Սրանով նա ապացուցեց, որ նա իրոք մեծ փոքրություն է, մեծ, շատ մեծ։ Եվ այն կադրերը, որոնք որ մենք դիտեցինք, ցիննիկ կադրերը, ես հիմա ասեմ ինչ եմ կարծում այդ կադրերի պահով։ Ուրեմն կադրերի մեջ ցույց է տալիս, թե ինչպես են ԱԱՑ-ի շակալները հարձակվում մի տարիքով մեծ, բայց դեռ ուժեղ առյուծի վրա։ Եվ այս մանր իրենց 6 տակ շոր հագած, այդ իրենց համազգեստերը 6 տակ հագած, համոզված եմ թթու լավաշի դեմքերով, այդ քրտնած
սենց պսպղացող իրենց դեմքերով ԱԱՑ-ի թուրքերը շակալ հարձակվել էին մի տարիքով մեծ առյուծի վրա եւ երևում էր ուղղակի, որ այդ տարիքով մեծ առյուծը կարող էր ֆիզիկապես այս շակալներին այսենց իրար խփելով, ոսկորները ջարդելով շպրտեր իր տան մեջ այս կողմ են կողմ։ Բայց անգամ երևում է, եթե ուշադիր դիտեք, որ այս առյուծը պահը մեղմելու իր տան մեջ, քանի որ երևի թե իր տան մեջ թորնիկ կար, կին կար, ինչ որ մարդիկ կային, պահը մեղմելու համար ինքը իրենով պարկում է իր տան մարմարների վրա։ Երևի Նիկոլ Փաշինյանը մոռացել էր իր սցենարի մեջ անպայման գրել, որ անպայման դուրս կբերեք, կտանեք դեպի ասֆալտը, նոր ասֆալտի վրա կծեփեք իր բառապաշարով ասֆալտին։ Բայց Նիկոլ Փաշինյան, դու ստեղ շատ մեծ սխալ էիր գրել քո սցենարը։ Գագիկ Ծառուկյանին պարկեց Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ, պարկեց իրեն վայել մարմարի գետնի վրա, մաքրած իր տան մեջ համոզված եմ օրական մի քանի անգամ այդ գետինները մաքրում են եւ նա պարկեց իր տան մարմարի վրա։ Բրավո։ Դու իրոք այս մարդուն պարկացնել տվեցիր իրեն վայել քարի վրա։ Սա իրոք իմ մեջ սա ինչ որ պսիխո տրավմա չի թողել։ Սա ինձ ուղղակի եւս մեկ անգամ կներեք հիշացրեց, թե ով է ղեկավարում մեր պետությունը։ Մենք ունենք մի մարդ, որը ինքն իրեն հռչակել է երկրի ղեկավար եւ տերորի միջոցով ղեկավարում է երկիրը։ Սա ձերբակալություն չէր մի մարդու, ոնց որ ասացի, երբ որ պետությունը ձերբակալում է ինչ-որ մի մարդու, նման մարդու իրենք կկանչեին, որպեսզի գար։ Կամ եթե պետությունը իրոք ձերբակալում է մի մարդու, նրանք գնում են այդ մարդուն ձերբակալում են եւ բերման են ենթարկում։ Կամ եթե ինչ-որ խումբ է, որը որ ինչ-որ մի հանցանք է կատարել, խմբին ձերբակալում եւ բերում են ուր որ պետք է բերման ենթարկեն, բայց մեր դեպքում Գագիկ Ծառուկյանի դեպքում տերորի միջոցով ձերբակալվել են հազարավոր մարդիկ։ Գագիկ Ծառուկյանի հետ միասին նաեւ ձերբակալվել եւ պատժվում են, տերորի են ենթարկվում հազարավոր աշխատակիցներ, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանի ստեղծած աշխատատեղերում։ Դուք հասկանում եք, ինչ է տեղի ունենում մեր պետությունում։ Տեղի է ունենում հետևյալը. ձերբակալում են մի մեծ գործարարի, իրոք տերորի միջոցով բերման են ենթարկում, որովհետև նորից նա կարող է ուղղակի ներկայանալ եւ այս ամեն ինչը պետք չէր, բայց ձերբակալում են մի մարդու եւ դրա հետ միասին պատժում են հազարավոր մարդկանց, որոնք աշխատում են այս մարդու բիզնեսներում։ Ինչ կապ ունեն այս մարդիկ, ինչի համար են պատժվում մեր հայրենակիցները, որոնք իրենց աշխատանքով համոզված եմ պահում են տարեց ծնողների, կանանց, երեխաների, հիվանդ եղբայրների քրերի եւ հազար ու մի տեսակի ֆինանսական հարցեր են լուծում իրենց միջին աշխատավարձներով։ Մարդիկ, որոնք ունեն նման աշխատանքներ, ես համոզված եմ, որ չունեն յետքացած գումարներ, չունեն
կարողություններ եւ նրանց համար ամեն անգամ այս աշխատավարձը ստանալը կրիտիկական նշանակություն ունի։ Եվ երբ որ դու տերոր ես անում բիզնեսի տիրոջը, տերորի ես ենթարկում նաև հազարավոր մարդկանց, դու ուղակի ցույց ես տալիս քո այս արշավով, որ դու թքած ունես այս բոլոր մարդկանց, իրանց ընտանիքների, իրենց տարեց ծնողների, երեխաների, կանանց եւ իրենց ամեն ինչի վրա։ Սա ուղակի ուրիշ բացատրություն չունի։ Ես իրոք փորձել եմ վերջին օրերին հասկանալ ինչ կերպ կարելի է այս հարցը կամ այս միջադեպը բնութագրել եւ ոչ մի կերպ չեմ կարողացել գալ ուրիշ մի հայտարարի, քանց այն ինչ որ հենց նոր ես ասացի։ Սա տերորի միջոցով ամբողջ մի զանգվածի, ամբողջ մի հասարակության շերտի պատժել է։ Ուրիշ սրան բացատրություն չկա։ Ես ուզում եմ դիմել Գագիկ Ծառուկյանի բոլոր այն աշխատողներին, որոնք որ այս պահին աշխատանք չունեն։ Եվ սա նաև վերաբերվում է բոլոր մյուս այն աշխատողներին, որոնք հենց հիմա աշխատանքի են, բայց աշխատում են ուրիշ մի օլիգարխի հիմնարկությունում կամ ստեղծած աշխատատեղում։ Սա նաև երևի պետք է լսեն այն օլիգարխները, որոնք որ այս պահին շատ լավ հասկանում են ինչ է տեղի ունենում։ Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, դուք շատ խելացի մարդիկ եք, բայց երևի թե դուք էլ սկսեք զգուշանալ այն ամեն ինչից, ինչ որ ձեր հետ է լինելու, որովհետև ես հիմա կբացատրեմ, թե ես ինչ եմ կարծում, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ որ դուք ոչ մեկդ ապահովագրված չեք այս պահին, որովհետև սա ընդհանրապես կապ չունի անձերի հետ, սա կապ չունի Գագիկ Ծառուկյանի կամ ինչ որ մի ուրիշ անվան հետ, սա կապ ունի այն ճանապարհի հետ, որով մենք գնում ենք դեպի վերջնական անկում եւ մեր հանրապետության փլուզում։ Սա հենց այդ ճանապարհի հետ կապ ունի, սա անձնական ինչ որ անձերի հետ կապված չէ։ Դուք Գագիկ Ծառուկյանի աշխատողներ, որոնք որ հիմա իրենց հիմնարկների դիմացները կանգնած աշխատանք են ուզում եւ պետությանը ուղակի պետությունից պահանջում են, որպեսզի գործարանի կամ մյուս հիմնարկների դռները բացվի, որ իրենք գնան իրենց աշխատանքին։ Դուք չեք գնալու հետ ձեր աշխատանքներին։ Ասեմ ինչու։ Որովհետև մեր պետությունը, ուշադիր եք, խնդրում եմ ուշադիր լսեք սա։ Մեր պետությունը Նիկոլ Փաշինյանը տանում է դեպի ֆինանսական կրախի։ Նա մեր պետությունը տանում է դեպի ֆինանսական պարալիզացման։ Մենք կանգնելու ենք պետությունով ֆինանսական այնպիսի կրախի առաջ, որ պետությունը ուղակի իր գոյությունը կորցնի։ Հիմա լսեք բացատրեմ ինչի եմ ես սա կարծում։ Եվ կտեսնեք, որ հենց սա էլ անում են։ Յուրաքանչյուր պետության վարչապետ կամ գլուխ շատ լավ գիտի, թե իր պետությունը որտեղից է սնվում։ Շատ լավ հասկանում է, թե պետության գումարները որտեղից են գալիս։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ մեր պետության
գումարների մեծ մասը, մեր երկրի պետական եկամուտների մեծ մասը գալիս է Ռուսաստանից։ Այսինքն, մեր գյուղատնտեսության եւ մեր արտադրության մեծամասնությունը գնում է Ռուսաստան։ Իմանալով, իբր թե նա մեր պետությունը տանում է Եվրոպա, որ բաց իրեն ասում են Եվրոպայից, թե մեր ազգին, թե իրեն մարդիկ բաց ձևով բացատրում են, որ մեզ Եվրոպայում ոչ մեկ չի սպասում։ Միևնույն է, քանի որ այն զանգվածը, որը որ հետևում է Նիկոլ Փաշինյանին, կողմնակից է Նիկոլ Փաշինյանին, նրանց համար ռացիոնալ մտածել այդպիսի բան ուղղակի գոյություն չունի։ Եվ նրանց համար, ես ոնց որ ասել եմ առաջներում, նրանք վերնագիր կարդացողներ են։ Այսինքն, մարդիկ, որոնք որ իրենց կարծիքները կազմում են իրենց կյանքում ընդհանրապես, վերնագիր կարդալով, այսինքն, ինչ որ միտեղ կրպակում, միտեղ թերթադրած, անցնելուց կարդում են վերնագիր եւ վերնագրով նրանք ինֆորմացվում են։ Այդքան բան։ Վերնագիրը կարդաց, այնտեղ ասում է Նիկոլ Փաշինյանը ունեցել է մեծ նվաճումներ։ Նիկոլ Փաշինյանի թերթն է, Նիկոլ Փաշինյանն է դա գրել կամ կինը կամ ինչ որ մեկը։ Գրել է վերնագիր մեծ տարերով, մեծ նվաճում Ռուսաստանում։ Տակն է Նիկոլի նկարն է։ Անցնելուց մեր քաղաքացին կարդում է, ասում է ջան Նիկոլ ջան, վարչապետս։ Սրանք մի մարդու տեսակ են, որ ռացիոնալ մտածելակերպ չունեն։ Այս մարդիկ մտածում են իրենց ոտքերի մատերով։ Այսինքն սրանց վրա հիմնվել ընդհանրապես անիմաստ բան է։ Բայց այս մարդիկ ունեն անձնագիր, ձայնի եւ ընտրելու իրավունք։ Այսինքն մարդագլուխ են։ Այսինքն սրանք ոչխարագլուխ են։ Եվ այս մարդիկ հերիքա, որ իրանք Նիկոլ Փաշինյանի բերանից կամ ինչ որ մի Ուրսուլա վան դեր Լայնի բերանից լսեն թեկուզ Եվրոպա բառը։ Դրանք վերնագրով կարծիք կազմողներ են, հերիքա։ Այսինքն նա, քանի որ արդեն խաբել էր իր զանգվածին, որ մենք գնում ենք Եվրոպա, դա արդեն հերիք է։ Ժողովուրդը ուզում է։ Վերջ, դա ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանի համար իր ընտրողը ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի իր ընտրողից դուրս անգամ մեկ հայ, անգամ մեկ քաղաքացի։ Նա չի ճանաչում։ Ես չեմ անգամ խոսում իրեն կրիտիկա անող մարդկանց մասին։ Նրանք թշնամիներ են, իմ նման մարդիկ պետք է կանգնեն պատի տակ։ Նա այդպես է տեսնում իմ տեսակին։ Բայց մարդիկ, որոնք անգամ ոչ մի անգամ չեն խոսում քաղաքականությունից, շատ զուսպ են, չեն էլ խառնվում քաղաքականության մեջ, բայց իրենք իրենց մեջ գիտեն եղելությունը եւ գիտեն ինչ է տեղի ունենում։ Եվ նրանք չեն կարողանում տանել Նիկոլ Փաշինյանի անգամ ձայնը։ Այս մարդիկ անգամ որ չեն խոսում, բայց քվյաթերթիկի վրա ուրիշի անունն են գրել գաղտնի, որովհետև կան նման մարդիկ շատ կան մեր հանրապետությունում, որոնք չեն խոսում։ Նրանք Ամերիկայում դրանց անվանում են silent majority, silent voters, որոնք մարդիկ են, որոնք չեն խոսում, բայց գնում սուսիկ-փուսիկ ընտրում են։ Ոչ մեկի չեն ասում, թե իրենք ում են ընտրել։ Դրանցից կան բոլոր պետություններում եւ կան Հայաստանում։ Եվ այս մարդիկ, որ անգամ իրեն կրիտիկա չեն անում, իր համար այս մարդիկ գոյություն չունեն։ Եվ քանի որ իր համար ազգը դա իրեն ընտրողն է, քանի որ այս մարդիկ համաձայն են, որ իրանք Եվրոպա են գնում, դա արդեն իրեն տվել է այնքան իրավունք, ինչքան իրեն պետք էր, որ ինքը ուղակի Ռուսաստանի հետ գնա եւ ջախջախի բոլոր հարաբերությունները։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը իրոք փորձում է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինչ է պետք մեր պետությունը ծնկի բերելու
ամբողջովին ծնկի բերելու։ Երբ որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին ասում է սահմանադրությունը, ասեցիր կփոխեմ սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասում է՝ «Տո սպասի, էլի ես քեզ ավելի լավ բան եմ տալու»։ Ոնց որ այն ժամանակ Ալիևը փորձում էր հաղթեր, հետ վերցներ, չէր կարողանում, եւ Նիկոլ Փաշինյանը իրեն ասեց՝ «Ես քեզ ավելի լավ բան եմ տալու, դու սպասի, դու 3 շրջան ես ուզում կամ 5, ես քեզ ամեն ինչն եմ տալու, մի քիչ համբերի»։ Դրա համար էլ Ալիևը հանգիստ Շուշիում նստած ծիծաղում է Ռուսաստանի եւ բոլորի վրա։ Ալիևը իրեն կորցրել է արդեն, գիտեք ինչի համար։ Նա արդեն իրոք Ալիևը իրոք եուֆորիայի մեջ է։ Այս մարդը իրոք ընկել է մի այնպիսի եուֆորիայի մեջ, որ մեկ-մեկ ինձ թվում է Ալիևը չորացրած սունկեր է ուտում վայրի, որոնք քեզ գցում են գալյուցինացիայի մեջ։ Ինձ թվում է այս մարդը լուրջ գալյուցինացիաների մեջ է։ Դուք այն օրը Շուշիում տեսաք Ալիևի պահելաձևը, կարգապահությունը, դա նորմալ բան չէր, որովհետև Փաշինյանը նրան ավելի մեծ բան է խոսք տվել։ Դու արծվաշեն ես ուզում, ինչ ես խոսում, ես քեզ ամբողջ Հայաստանն եմ տալու։ Նիկոլ Փաշինյանը ռեցեպտը շատ լավ գիտի, թե ոնց է ամբողջ Հայաստանը բերելու կանգնացնելու ֆինանսական այնպիսի կռախի առաջ, որ պետությունը պարտքերի տակ, պետությունը ամբողջ իր արտադրությունով, քարուքան դեղած աշխատատեղերով, ամբողջ պետությունը իր կալվածքով, ունեցվածքով, իր ամեն ինչով կանգնի այնպիսի կռախի առաջ, որ Ադրբեջանը որպես բարեկամ պետություն, բարեկամ առաջարկի մեր բոլոր պարտքերը մարել։ Եվ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը կասի՝ տեսեք ինչ լավ հարևան եւ բարեկամներ ունենք մենք Ադրբեջանից, 500,000 ադրբեջանցի, ոչ թե 300, կգան Հայաստան եւ Հայաստանի պարտքերը, այն պարտքերը, որոնք հավաքվում են պետության վրա, ձեզ վարդեվարներ, նոր տարվա տոնածառներ, մեծ համերգներ, դուք տրնգի պարելով գնում եք դեպի կռախ։ Գիտեք ինչ, պետությունը ժողովրդին նայում է որպես ոնց որ ծնողը նայում է երեխային։ Իրոք դա այդպես է։ Պետությունները ժողովուրդներին նայում են որպես երեխաներ։ Ծնողները նայում են որպես իրենց երեխաներին։ Սրանք նույն ուրեմն հարաբերական իմաստ ունեն։ Եվ պետությունը ինձ նման մարդկանց, որոնք որ տեսնում եւ վերցնում են այդ ռիսկը եւ խոսում են, մեզ նման մարդկանց նայում է որպես ավելի թինեյջեր երեխաներ, մի քիչ ավելի մեծացած երեխաների, որոնք որ արդեն հետ են պատասխանում։ Նրանք տանել չեն կարողանում ինձ նման մարդկանց։ Եվ մարդիկ, որոնք որ տեսնում են այն բոլոր խաբեությունները, որ պետությունը անում է իր ժողովրդի դեմ, դա նույնն է, որ ծնողը փոքրիկին ասում է, այ որ քնես, ես քեզ սենց բան կտամ, կամ ես երկի տակ պարես, ես քեզ կամֆետ կառնեմ կամ պաղպաղակ, մի քիչ ավելի մեծ երեխան կողքից ասում է, խաբում է, չանես, ասենք։ Նույն բանն է սա։ Եվ այս վերջին 8 տարվա մեջ, ես որ ասում եմ Տրոյան ձին Հայաստանում է, այս վերջին 8 տարվա մեջ սուտը, սատանու սուտը մտել է մեր երկիր եւ խաբեության միջոցով, բայց երկ ուրախությամբ,
մեծ առիթներով, համերգներ բերելով, տարբեր տեսակի երգիչ-երգչուհիների բերելով, ձեզ զբաղացնելով պարտքը, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան ընդհանրապես խնդիր չունեն 30-40 միլիարդ դոլար տան եւ Հայաստանը գնեն։ Դուք հասկանում եք, այսօր այդ ժամանակը չի աշխարհի վրա։ Մենք չենք ապրում այն ժամանակում, որ կարելի է պետություն գրավել ձիերով կամ տանկերով։ Մենք չենք ապրում նման դարում։ Մենք ապրում ենք մի դարում, որ պետություններ գրավում են աֆերիստության, կեղտոտության, ստի եւ նման շուլերությունների միջոցով։ Սա իրականում, ժողովուրդ, սա իրականում մեծ մի շուլերություն է եւ իրենք շատ հմուտ դա անում են։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է հասկանալով, որ մեր պետությունը չունի նման հնարավորություններ, նրանք պարտքեր են կուտակում, միլիարդներով պարտքեր։ Եթե պետության գլուխը գիտի, որ միլիարդավոր պարտքեր գրավելով, եթե նա իրոք իր պետության համար մտածող լիդեր է, եթե նա իրոք այն լիդերն է, որ իրոք սրտացավ է իր պետության համար, հասկանալով, որ IMF-ից եւ նման տարբեր համաշխարհային բանկից եւ նման տեղերից մեծ գումարներ պարտքով վերցնել եւ վատնելը վերջում պետությունը կանգնեցնելու է կռախի առաջ եւ այդ ամեն ինչը անելուց հետո հասկանալով, որ Ռուսաստանի ծորանը փագելուց հետո պետությունը չի կարողանալու մարել այս պարտքերը, այս մարդը նորից շարունակում է ձեզ մեծ ծախսեր անելով զբաղեցնել, բայց միևնույն ժամանակ աշխատատեղերը կտրել, օլիգարխներին, որոնք որ աշխատանքներ են ապահովում, տերոր անել եւ բերել, բանտ նստացնել, այն մարդկանց, որոնք որ երկրին օգնում են, նրանց ոտքը կտրել Հայաստանից, Սփյուռքին, որը որ պահում էր Հայաստանը ամեն կերպ կտրել Հայաստանից, այնպես անել, որպեսզի երկիր ինվեստիցիաներ չգան, այս ամեն ինչը ուղղակի մի բացատրություն եւ թարգմանություն ունի։ Երկրի լիդերը հասկանալով, իմանալով եւ հաշվարկված երկիրը տանում է դեպի ֆինանսական կռախի։ Դուք ոչ մեկը չեք գնալու ձեր աշխատանքի վայրերը։ Այն ինչ որ դուք ունեիք մինչև Գագիկ Ծառուկյանին տերորի ենթարկելը չի լինելու էլ։ Ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել, բայց դա իրականությունն է։ Դուք պետք է կամ կտրուկ քայլերի դիմեք, որպեսզի ձեր աշխատանքը ետ բերեք, կամ դուք մնալու եք առանց աշխատանք։ Ես ոչ մեկի կոչ չեմ անում, ոչ մի տեսակի անօրեն բան անելու, ոչ մի դեպքում։ Ուզում եմ, որպեսզի ճիշտ հասկանաք, որպեսզի պետությունը նաև հանկարծ չփորձի իմ նկատմամբ ինչ որ մի բան անել, որովհետև նրանք արդեն պատրաստ են նման բան անել, մի քանի արդեն ինդիկատորներ կան, որ ինչ որ մեկին դուր չի գալիս այն ինչ որ ես ասում եմ։ Մի քանի բաներ արդեն եղել են եւ արդեն տեսնում եմ ինչա կատարվում, բայց ուզում եմ անպայման ասել, որ ձեր աշխատանքները ետ չեն գալու։ Ուղղակի կանգնելով գործարանների առաջ դուք ձեր աշխատանքները ետ չեք բերելու։ Ձեր աշխատանքների ետ բերման բանալին դա վարչապետի նստավայրն է։ Նա է մարդը, որը իրեն անօրեն ձևով համարում է վարչապետ, քանի որ այս պահին դեռ կա
գերպետություն, որ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի ընտրությունները որպես լեգիտիմ։ Նաև ես զարմանում եմ Ռուսաստանի վրա, որ անգամ Միշուստինի մակարդակով նրան ընդունեցին։ Ես մի քանի տարբեր քննադատություններ ունեմ անելու Ռուսաստանի հասցեին այսօր եւ անպայման չեմ մոռանա, անպայման կանեմ, բայց ձեր աշխատանքի, այսինքն աշխատավարձը գտնվում է վարչապետի նստավայրում։ Եթե պետությունը ձեզ կտրել է աշխատանքից, պետությունը պարտավոր է ձեր աշխատավարձները տալու։ Եթե մենք դեմոկրատիայի բաստիոնն ենք այլևս, ուրեմն դուք պետքա ստանաք unemployment։ Երբ որ Ամերիկայում, որը որ մոդելն է մեր երկրի այսօր, երբ որ Ամերիկայում մարդը աշխատանքից ազատվում է, ոչ էլ պետության պատճառով, այլ ուղղակի մարդը աշխատանքից ազատվում է հենց այդ բիզնեսի պատճառով, բիզնեսը մարդուն ասում եմ, ես քո կարիքը էլ չունեմ։ Unemployment-ը այդպիսի օֆիս կա, այսինքն ոչ աշխատողների կուսակցություն կա, այդպիսի դեպարտամենտ։ Այդ մարդուն շաբաթը $500 փող է տալիս, որ այդ մարդը մինչև այդ մարդը աշխատանք ճարի։ Պետությունը ձեզ կտրել է աշխատավարձից։ Առանց ոչ մի դիմում, առանց գոնե 2 շաբաթվա ձեզ head start, այսինքն գոնե ասեին 2 շաբաթվա, ինչ որ 2 շաբաթ ձեզ նոթիս տային, 2 շաբաթ ձեզ տեղեկանք տային, ասեին 2 շաբաթ հետո դուք աշխատանք չեք ունենալու։ Նման բան էլ չեն արել։ Այսինքն պետությունը ձեզ հացից կտրել է։ Գնալ ուղակի կանգնել ձեր գործարանների դիմաց Կորեայի որբերի նման ոչ մի բան չի փոխվելու։ Ես չեմ ուզում ձեզ համեմատել ոչ մեկի հետ։ Ես շատ վատ եմ զգում ձեր դրության համար։ Իրոք շատ վատ։ Եվ տեսնում եմ տղամարդկանց, որոնք որ ընտանիք պետքա պահեն, տեսնում եմ ձեր դեմքերը, տեսնում եմ ձեր դեմքերի տագնապը, ձեր աչքերի մեջի տագնապը։ Հասկանում եմ ձեր վիճակը, մի ուրիշ ձև եմ հասկանում, բայց ժողովուրդ պետքա սկսեք մի քիչ ավելի խելացի լինել այս հարցերում։ Չեք կարող գնաք կանգնեք շենքի տակ, որը որ փակ է, ոչ մի բան չի փոխվելու։ Ով է արել սա։ Դուք պետքա գնաք այդ մարդու մոտ։ Գնացեք բոլորով։ Գագիկ Ծառուկյանը ուներ հազարավոր աշխատողներ, ճիշտ է, հազարավոր մարդիկ։ Դուք ձեր կանանց եւ եթե ունեք չափահաս երեխաներ, չափահաս երեխաների այն մարդկանց, որոնց որ դուք այդ աշխատավարձով պահում եք, բոլորով իրար հետ դուք պետքա մասնակցեք միտինգների։ Դուք պետքա կազմակերպեք միտինգներ, պահանջեք ձեր աշխատավարձները պետությունից, ոչ թե Գագիկ Ծառուկյանից։ Սա ձերբակալություն չէր Գագիկ Ծառուկյանի։ Սա տերոր էր մի ամբողջ հասարակության մի ամբողջ շերտի։ Գագիկ Ծառուկյանի աշխատողները, Գագիկ Ծառուկյանի մենեջերները, Գագիկ Ծառուկյանի կողքերը, այսինքն սա ով որ էս մարդու օրբիտում կար, ով որ էս մարդու օրբիտում կար, լավ է որ չեն տարել աղջիկներին, դստրերին եւ փոքր երեխաներին։ Ես սրանից դա եմ սպասում ես ցինիկից։ Կենթանիների պահով կներեք, հա, մի կում սուրճ խմեմ։ Կենթանիների պահով Հայաստանում կան
հազարավոր մարդիկ, որոնք մեծ կենդանասերեր են։ Ես տեսնում եմ նրանց ինտերնետի վրա։ Դուք պետք է բոլորով իրար հետ կենդանիների պահպանության համար բոլորով իրար հետ գնայք նույն հասցեով եւ տերորի ենթարկեիք այդ նույն հասցեին, որը որ այդ կենդանիներին այդպիսի տերորի ենթարկեց։ Նա այս մեծ փոքրությունը ուղղակի ուզում էր ասել, որ ինքը առյուծներից ավելի ուժեղ է, ինքը կքնացնի առյուծներին եւ կսպանի նրանց։ Նման փոքրություն ուղղակի աշխարհի վրա սենց բան, նման տարրականի հոգով մարդ, ուղղակի սա մի ուրիշ միջադեպ է, սա մի ուրիշ բան է, նման բան գոյություն չունի ուղղակի։ Դուք կենդանասերերով պետք է բոլորով մի մարդու նման հավաքվեիք, որովհետև դա իրականում ինչ որ մենք տեսանք, դա animal abuse էր։ Անգլերենով դրան ասում են animal abuse։ Դա իրոք animal abuse էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը անգամ դա ցույց տվեց, որ նա դրան էլ է ընդունակ։ Լավ։ Հիմա եկեք մի հատ նորից ամփոփենք այս ամեն ինչը։ Այսինքն մենք ունենք մի սիտուացիա, որտեղ պետության ղեկավարը հասկանալով, շատ լավ հասկանալով, փակում է միակ դուռը, որտեղից պետությունը սնվում է՝ Ռուսաստանի Դաշնություն։ Նա հասկանում էր շատ լավ, նա շատ լավ գիտեր, որ նման բանի դեպքում, որ նա այսպիսի դիրք բռնի Ռուսաստանի դեմ եւ անընդհատ օգտագործի նույն Վրաստանի նույն պրետենզիաները, ինչ որ արեց Վրաստանը, հասկանալով Վրաստանի փորձից, թե Ռուսաստանը ինչպիսի հետ հարված է հասցնելու եւ ինչպիսի ռեակցիա կունենա նման երկրորդ միջադեպին, նա հասկանալով նորից գնաց այդ ճանապարհով եւ Ռուսաստանին հասցրեց նույն հարվածը, ինչ որ Սաակաշվիլին այն ժամանակ։ Եվ եղավ նույն բանը, եւ Սաակաշվիլուց հետո էլ եղավ նույն բանը, Ռուսաստանը միշտ տալիս է նույն տեսակի պատասխաններ։ Նա գիտեր շատ լավ, որ եթե դա անի, Ռուսաստանը փակելու է Լարսը եւ մեր ապրանքը մնալու է Հայաստանում։ Հասկանալով դա արեց նա։ Նա կարող էր չէ ժամանակի ընթացքում ավելի մեղմ կամ ուրիշ մի պլան B-ով աներ, այն ինչ որ անում էր, ինչ որ փորձում էր անել, եթե դա իրոք դա էր նրա ուրեմն պլանը, եթե դա իրոք այդպես էր, որ Հայաստանը պետք է գնա թեքվի դեպի Եվրոպա, վեկտոր ենք փոխում եւ եթե դա էր իրականում, նա դա կարող էր անել շատ ավելի դիվանագիտորեն եւ շատ ժամանակի ընթացքում կամած, չէ, նա հասկանալով արեց այն, ինչ որ իրեն պետք էր, որ Ռուսաստանը փակի ճանապարհը։ Սա ինչ որ հասկացեք, խնդրում եմ, սա չի արվել դրա համար, որ մենք գնում ենք Եվրոպա, չի արվել դրա համար։ Սա արվել է հատուկ նրա համար, որպիսի Ռուսաստանը փակի, որպիսի մեր գյուղատնտեսությունը կանգնի կռախի առաջ։ Հիմա նա Գագիկ Ծառուկյանի, եկեք մի հատ մտածենք, լավ, Գագիկ Ծառուկյանին բռնում ես, տանում ես տերորի ենթարկելով, տանում ես, նստացնում ես 2 ամսով առանց պատճառ։ Գագիկ Ծառուկյանի հիմնարկներում, բիզնեսներում, մեգա բիզնեսներում, կազինոյում կլինի, որտեղ ուզում ա լինի, ինչի համար ես մարդկանց քո երկրի, դու այդ երկրի լիդերն ես, երկրի լիդերը պետքա մտածի երկրի մասին, երկրի լիդերը պետքա այնպես անի, որպեսզի մեկ աշխատանք անգամ հանկարծ չպակասի այդ երկրից, չէ, պետքա այդպես լինի օրենքով, բայց մեր երկրի
ինքն իրեն հռչակած լիդերը հակառակ բանն է անում, հազարավոր աշխատողների կտրում է աշխատանքից մեկ օրվա ընթացքում, որ մի իր պետության մասին մտածող լիդերը կանի նման բան։ Այսինքն, եթե այդ մարդը, որովհետև ասեմ ձեզ հետևյալը, անգամ եթե վաղը բացվեն այդ աշխատատեղերը, անգամ եթե վաղը բացին քեզ աշխատատեղերը, ամիսներ են պետք, որպիսի այս մարդիկ կարողանան հասցնեն այն ամեն ինչը, ինչ որ կորցվեց այս վերջին մի քանի օրվա մեջ, թե իրենց աշխատատեղը, թե հավատացեք, դա այդպես է, ամիսներ, ոչ թե շաբաթներ, ամիսներ են պետք։ Նա շատ լավ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դրա մասին, նա շատ լավ հասկանում է, որ ամիսներ են պետք դրա համար, հասկանալով նա դա անում է։ Ինչա դա ձեզ ասում, դա ձեզ պետք է ասի, որ նա թքած ունի այդ աշխատատեղերի, այդ աշխատողների և մնացած բոլոր ֆինանսական հարցերի վրա։ Մեր պետությունը դրդվում է ծնկաչոք արվելու, նա հատուկ է սա անում, սա շատ հաշվարկած խաղ է։ Ես չգիտեմ վերջում որ մի տարբերակը կլինի այն, որ Հայաստանը կանգնեց այնպիսի պարտքի մեջ, որովհետև քանի որ դուք պարելով գնում եք, ջրվելով, հասկանում եք դուք, համերգներով, Գառնիում համերգներ, կլուբեր, չգիտես, դուք հասկանում եք ինչա կատարվում, ձեզ պարելով տանում են սպանելու, դուք հասկանում եք, ձեր վերջին պարն է սա, և դուք ոչ մեկդ չեք ուզում մեկ պահ կանգ առնեք և հասկանաք, որ այս խնջույքները շատ վատ վերջաբան ունեն, ոնց կարող է մի ազգ, որ այսքան մեծ պրոբլեմներ ունի, լավ սատանան ձեր մեջից եպա դուրս գալու, սա այնքան սատանայական է, ես չեմ կարող ձեզ նկարագրել, ինչ եմ ես տեսնում, դուք հասկանում եք, ես շատ լավ տեսնում եմ, որ ես շատ տարբեր պատկեր եմ տեսնում մարդկանցից, մեծամասնությունից, ես շատ լավ, ես որ նայում եմ մի նկարի, ես չեմ տեսնում պարող մարդկանց, ես երբ որ նայում եմ հրապարակում հրճվող մարդկանց, ես գիտեք ինչ եմ տեսնում, իրականում եմ ձեզ ասում, և շատ մարդկանց կարող է շատ ինչ-որ տեղ, չգիտեմ, սխալ հասկանաք իմ ասածը, բայց ես իրականում հրապարակում տեսնում եմ լիզարդների, այսինքն ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, ռեպտայլների, օձերի դեմքերով, ինչ-որ սատանայական, ինչ-որ մի բան է մտել այս ազգի մեջ, ինձ ոնց որ տեսնեմ այն բանում Վենեցիայում կառնավալների ժամանակ սատանայական մասկաներ կային, հիշում եք, կան չէ, ինձ այտենց մարդկանց դեմքերին, որ նայում եմ ես հրճվող, ինձ թվում է, թե բոլորի դեմքերին նման սատանայական ինչ-որ ժպիտներ կան, իրենք հրճվում են, երբ որ պետությունը, երբ որ իրենց տակից գետինը քանդվում է, ինձ չգիտեմ ինչի թվում է, թե սատանան մտել է այս ազգի մեջ, սատանան մտել է այս երկրի մեջ, ու մտել է սենց մարդկանց ողնաշարների, մարդկանց ուղեղների, մարդկանց սրտերի հոգիների մեջ ու ասում է դու բարի, դու գործ չունես, դու սուրճդ խմի, դու գործ չունես, ուրախացի դու, ու մարդիկ սենց ինչ-որ կեղծ հրճվում են, ինչ-որ կեղծ բաներ են անում, ինչ-որ իրենք չեն հասկանում ինչի համար են այսքան ուրախացել,
Դուք հասկանում եք սա ինչ սև բալ մասկարադա, ընդեղ 5000 մատղաշ երեխու թաղել եք, մի կիլոմետր էս կողմ տրնգի եք պարում ամբողջ ազգով, հասկացող մասան, ցավող մասան կողքից նստած կամ կանգնած կամ անցնում նայում ասում է լավ Աստված եպես երկրի մեջից դուրս եկավ, Աստված եկեղեցին եպես մարդկանց մեջից դուրս եկավ, ինչի՞ է սենց սատանան մտել էս մարդկանց մեջ։ 2020 թվականին, երբ որ մենք պատերազմը տարվեցինք, որ ես գիտեի, որ մենք տարվում ենք, այդ տարի նախ ես արդեն պատմել եմ, որ ես ասեցի, դե ոչ թե ասեցի, այլ ուղղակի անում էի ես դա։ Ոչ մեկի չասեցի, ես ինձ ասեցի ինքս ինձ մեջ եւ սկսեցի չսափրվել։ Ու ուղղակի այդ բոլոր մեր երիտասարդների համար ես իմ մեջ իմ սուքը պայելու համար։ Ես իրոք հիշում եմ այդ երեխեքից բոլորի բոլորի դեմքերը, որոնց որ ցույց են տվել Facebook-ի վրա, շատերի նկարները պահել եմ հեռախոսիս մեջ։ Եվ այդ երեխեքը իմ տղայի տարիքին են։ Ես մեծ տղա ունեմ, մեծ աղջիկ ունեմ նաև։ Եվ իմ երեխու տարիքի երեխեք են սրանք։ Եվ նրանք ոչ մի բան չտեսան իրենց կյանքում, գնացին եւ զոհվեցին եւ պարզվեց, որ այդ ամեն ինչը շինծու էր, նրանք կարող էին ուղակի տանը մնալ եւ հողերը ուղակի հանձնվեր, եթե դա պետք է արվեր, բայց մի մարդ որոշեց նաեւ ազգին սպանի, մինչեւ որ այս ամեն ինչը մեկը անելու էր, բայց նաեւ որոշեց սպանի, որ իրեն դավաճան չասեն, միևնույնն է իրենք դավաճան ասում են, բայց նա այտենց էր որոշել, եւ հետո այդ տարի, երբ որ եկավ Քրիսմասը Ամերիկայում, եւ Քրիսմասը մենք ամեն տարի շատ լավ նշում ենք, ես կինս երեխաներիս հետ, ես շատ լավ ընտանեկան կյանք ունեմ, շատ լավ, եւ մենք կնոջս հետ արդեն 20 տարի ամուսնացած ենք եւ 20 տարվա մեջ մեր մոտ դեռ երևի թե այդ առաջի ամիսը դեռ չի վերջացել։ Եվ ամեն տարի մենք մեր երեխաների հետ անպայման շատ լավ Քրիսմաս եւ շատ հաճելի նոր տարի ենք անում։ Ես 2020 թվին ասացի իմ փոքր երեխաներին, որոնք որ ես 4 երեխա ունեմ, որ չէին հասկանա, այդ տարիքի երեխան չի կարող հասկանալ, հասկանում եք, այդ տարիքում արդեն շատ փոքր էին դեռ, այսինքն փոքր աղջիկս այդ ժամանակ, հիմա 16 է, այդ ժամանակ ինչքան էր, 10 տարեկան, իսկ փոքր տղաս, ես 2 տղա, 2 աղջիկ ունեմ, իսկ փոքր տղաս 3 էր ծնունդը, 3 եղավ 12 տարեկան, հիմա այդ ժամանակ, այսինքն 6 տարեկան էր, դե գնա այդ տարիքի երեխաներին բացատրի, ինչի համար մենք այս տարի նոր տարի չենք անելու։ Կինս չէր ուզում այդպես, բայց համաձայնվեց, որովհետև տեսավ, որ ես ոչ Քրիսմաս եմ անում, ոչ նոր տարի, ես չեմ անելու դա։ Բայց ես նոր տարվա երեկոն, երբ որ եկավ, ես ժամը 10-ին ուզում էի գնայի քնելու, կինս եկավ եւ բերեց իր հեռախոսը եւ ասեց մենք նոր տարի չենք անում այս տարի եւ ես խնդիր չունեմ, դու տենց ես որոշել, խնդիր չկա, բայց ես ուզում եմ տեսնես սա, Երևանում ռեստորաններում տեղ չկա, նայի, որ երևի դու շատ հազվադեպ մարդ ես, որ նման բան է անում։ Ես նայեցի ճիշտն ասած, մեջս ասացի դե լավ է, երևի խափում են, բայց ես մեջս գիտեի, որ այդպես չի, ես լավ հասկանում էի ինչա կատարվում։ Ես գնացի քնելու, իրենք արթուն մնացին, կինս երեխաներիս հետ արթուն մնացին եւ
մինչև տենց ժամը 1-ը մնացել էին արթուն, հետո քնել էին։ Եկավ 21 թիվը։ 21 թվին մինչև նոր տարին ես նորից հիշացրեցի, որ մենք այս տարի նոր տարի չենք անելու, ես ազնվությամբ եմ ասում ձեզ։ 21 թվին նորից նույն պատմությունը եւ կինս նորից եկավ, այդ օրը արդեն առավոտից ինձ ցույց էր տալիս, որ նայի Հայաստանում նորից ռեստորաններում տեղ չկա, Լոս Անջելեսում ռեստորաններում տեղ չկա, բոլորը քեֆ են անում, բոլորը ուրախանում են, մենք նորից նոր տարի չենք անելու։ Մենք մեր նոր տարիները նշում ենք միշտ համարյա նույն մարդկանցով եւ այդ տարի, քանի որ ես չէի գնալու իմ ընկերների եւ հարազատների այդ խումբը նորից չհավաքվեցին 21 թվականին, նորից կինս ինձ ցույց տվեց դա, ես ժամը 12-ը մինչև մնացի այս տարի, ուղակի բասկաթոռի վրա նստած, երբ որ Նյու Յորքում հաշվում էին այդ նոր տարին, նայեցինք դա, բան, տենց մեր մոտ էլ խփեց, ես գնացի քնելու։ Նոր տարին երբ որ անցավ, իմ կինը տենց բնավորություն ունի, ինքը այդ պահին ոչ մի բան չի ասում ինձ։ Հետո տենց շատ դիվանագիտորեն կամած ասում է, դրա համար մենք այսքան երկար ամուսնացած ենք իրար հետ ու խնդիր չունենք իրար հետ։ Մեր երեխաները դեռ ոչ մի անգամ բարձր ձայնով չեն լսել մեզ խոսելուց։ Նման բան չի եղել։ Իրենք չեն տեսել իրենց պապան, մաման իրար հետ չխոսեն։ Ասեց խնդրում եմ էլի գոնե 22 թվին նոր տարի անենք։ Սենց չի կարելի, ամեն տարի երեխեքը նոր տարի չեն տնում, Քրիսմաս չեն տեսնում, ես ինչ ես անում։ Հասկանում եմ սուկ ես անում, բայց ազգը սուկ չի անում։ Դու միակ սուկարողն ես, համոզված եմ, անգամ այդ երեխաների տները ինչ որ մի թեթև գոնե սեղան դնում են, հիշում են իրենց անցավորին, իրենց դու ընդհանրապես գնում պարկում քնում ես, սա մի քիչ շատ է։ Ես ասացի լավ, ու անցանք առաջ ու հետո գնացի մտածեցի, որ ես ուղակի ազգի մեջ սատանա եմ մտել։ Ես չեմ պատկերացնում ոնց կարող է պատահի ազգը 5000 երեխա կորցնի, ազգը երկրի լիարդը կորցնի, դա մեր մարմնի մեջ մեր լիարդն էր, մեր լիարդը կորցրել ենք ու տրնգի տակը, սենց սա ուղղակի չլսված բան է, հայը, սենց հայը, ուրեմն 22 թվին ես իմ նոր տարին արեցի, ոչ շատ ճոխ, բայց արեցի, և հիմա ես իմ նոր տարիները անում եմ, բայց ամեն նոր տարուն հիշում եմ այդ նոր տարին, որ 20 թվին Երևանում ռեստորաններում տեղ չկար։ Սա անընդունելի է ուղղակի, անընդունելի։ Ես նորից եմ ասում, ես տեսնում եմ սատանայի դեմքերով հրճվող երիտասարդություն, սատանայի դեմքերով հրճվող ինչ-որ մարդկանց։ Մենք երկիր ենք կորցնում, մենք պետություն ենք կորցնում, պետականություն ենք կորցնում, մենք չենք կարողանալու սա ետ բերենք։ Խնդրում եմ ուշքի եկեք։ Մեր պետությունը պլանավորված, ոնց որ պատերազմը պլանավորված, պայմանավորված, տարան պատերազմը և տանուլ տվեցին 5000 երեխայի գլուխ ուտելով, նույն ձևով ձեր բոլորի աշխատատեղերը, ձեր բոլորի այգիները, ծառերը, ձեր արտադրությունները, այս ամեն ինչը sacrifice արվում, այսինքն մատաղ արվում բալին, սատանուն, հասկանում եք, այս ամեն ինչը նա պետությունը տալու է, բայց ձեզ հետ նա վերացնում, որպիսի դուք ոչ մեկդ, ոչ ֆինանսապես, որպիսի դուք ուրիշ ճանապարհ չունենաք, որպիսի դուք ուրիշ տարբերակ չունենաք,
որպիսի չկարողանաք խոսեք անգամ, որպիսի այնպիսի մի սիտուացիայի մեջ լինեք, որ ասեք Ադրբեջանն ա ուզում պարտքը փակի, թո փակի։ Դուք հասկանում եք, կամ դա է լինելու, որ այնպիսի մի հատ գումար 30-40 միլիարդ այնց գումարի տակ ընկնի Հայաստանի Հանրապետությունը, որ նման գումար փակել է, եթե անգամ Ռուսաստանը ամբողջ կամ Եվրոպան մեր ամբողջ արտադրությունը գնի, մենք չենք փակելու այդ պարտքը։ Մի գնացեք մասնակցեք այս բոլոր այս խանդավառություններին, այս հիմարություններին, լսեք։ Եթե դուք 1-2 անգամ հրաժարվեք այս բաներին գնալուց, մասնակցելուց, նրանք էլ չեն կազմակերպի, այս պարտքը ձեր կաշվից է դուրս գալու։ Լավ, այսքան մարդ չի կարող սեղանի կամ ինչ որ տրնգի պարելու կարոտ լինի, սոված լինի։ Դուք հասկանում եք։ Չի կարելի այսքան սոված լինել։ Մի քիչ պետքա աչքաբաց լինի մարդ։ Լավ, ինչքան կարելի է ձեզ հիմարի տեղ դնել։ Ոնց որ ասեցի, պետության եւ ժողովրդի հարաբերակցությունը դա ծնողի ու երեխայի նույն բանն է։ Լավ, եթե կա մի հատ տան մեջ 2 հատ, 10 հատ, 20 հատ, իմ նման մարդ, որ տեսնում է, ձեզ ասում է ժողովուրդ, այ պուճուր ախպեր, այ իմ տարիքի ախպեր, որ շատ է սիրում լավ բաներ։ Քեզ խաբում են մաման, պապան։ Մի արասա, մարոժնի չի լինելու։ Կամ որ մարոժնին ուտես, դու 2 հատ էլ գիրք ես կարդալու։ Հենց կերար։ Ու ունես գիրք, որ դու չես սիրում։ Մի քիչ հասկացեք, պետությունը հաշվարկված տարվում է ֆինանսական կրախի։ Երբ որ վաղը մյուս օր ձեզ բերեն 2 տարբերակ տան եւ ասեն տարբերակը սա է, կամ IMF-ը կամ Անգլիայի կենտրոնական բանկը IMF-ը պետությունը վերցնելու է, որտեվ կրախի տակ է պետությունը։ Ոչ մեկը աշխատանք չունեք, բոլորդ ֆինանսապես իրոք շատ վատ վիճակում եք, հազիվ մի քիչ սկսել եք շնչել, Սփյուռքից էլ այդքան փող չի գալի, Սփյուռքի հերնանից էլ եք, Սփյուռքի ոտը կտրել եք, Սփյուռքից ինվեստիցիաներ չկան։ Նայեք տների գները արհեստական ուր են բարձրացրել Հայաստանում, դուք գիտեք սա ինչի է արվում, դուք հասկանում եք սա ինչի է արվում։ Դուք ոչ մեկդ Հայաստանում էլ տուն չեք կարող առնել, դուք ձեր երկրում տուն չեք կարող դուք առնել։ Սա միայն հասանելի է մարդկանց, որոնք կարող են չէ առնել այս տները, դա նորմալ բան չի, մեր երկրում անշարժ գույքը Մոնտե Կարլոյի գների է հասնում։ Ինչի համար, որ մի դրվագով ու պատրվագով է այս երկրում անշարժ գույքը հասել այս գների, խնդրում եմ ինձ բացատրեք, ինչի համար, ինչի հիման վրա, կարող է խաղաղության երկիր է սա, էկոնոմիկան չգիտեմ որտեղ է, ծովի ափին է, Պալմա դե Մայորկան է, ինչ է այս երկիրը, ինչի համար է հասել ստեղ, դուք հասկանում եք, որպիսի դուք երկիրը, պետությունները իրենց երիտասարդության վրա են հիմնված։ Եթե մեր երկրում երիտասարդությունը էլ տարբերակ չունի, այսինքն նա ընտանիք ստեղծելու տարբերակ չունի, տուն ունենալու տարբերակ չունի, ուր է գնալու այդ երիտասարդը, ռայոններ, ռայոնների գները նայեք մի հատ, Հրազդանում կամ չգիտեմ մի հատ գյուղի անուն ասեք, Աշտարակում կամ Հոկտեմբերյանում դուք 100,000-ով կվարձիրայեք տեսել, $100,000, Դիլիջանում 1.5 միլիոն դոլարով տուն եք տեսել դուք պատկերացնում եք ինչա կատարվում, այս արհեստական է արվում, արհեստական,
Լավ այդ տան տերը, ով որ կոմունիստների ժամանակվանից այդ տունը ստացել էր, լավ այդ մի մարդը օգտվեց, ասեց, արա, այս ինչ եղավ իմ հետ։ Ես դարձա իմ երազած տղան։ Կես միլիոնով կենտրոնում մի հատ տրակած, մեռած, սպանված տուն ծախեցի ու գնացի ես։ Այդ մարդը օգտվեց։ Գնողը այդ տան, այդ տունը 200,000-ով վաճառելու հետո, ոչ։ Նա արդեն կես միլիոնով գնել է, մի հատ էլ 100,000 վրանա ծախսե, չէ, 600։ Այսինքն նա եթե վաճառի այդ տունը ինչքանով պետք է վաճառի, կամ գոնե 600-ով, կամ 750-ով։ Այսինքն մյուս մարդը ով է գնելու այդ տունը։ Ասեմ ով։ Մի հատ հրեա։ Մի հատ մուլտիմիլիոնատեր հնդիկ, որը որ շուտով Հայաստանում բիզնես կունենա, որ 100 հատ էլ հնդիկ աշխատող պահի։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Մեր երկրում ստեղծում են մեր ժողովրդի, մեր մարդկանց, Հայաստանի Հանրապետության բնակիչների Նիկոլի կոնտինգենտ հենց ձեզ համար։ Այնպիսի սիտուացիա, որ դուք խնդրեք այդտեղից գնաք, խնդրեք։ Այնպիսի մի սիտուացիա, որ դուք տարբերակ չունենաք, վաղը կորցնեք այդ ձեր բանկերում թողած բոլոր անշարժ գույքերը, կորցնեք ձեր մեքենաները, կորցնեք ձեր այդ գյուղատնտեսական բիզնեսները, պահածոների կոմբինատ, ինչ որ սարքում ստեղծում եք, ինչ որ պատրաստում եք, կորցնեք այս ամեն ինչը, որովհետև դուք ուր եք վաճառելու սա ծաղիկների ջերմոցներն ու մնացածները, դուք պարտքերի տակ ճռալու եք, ուրիշ մեկը ուրիշ երկրից գալու է այդ տունն էլ, այդ բիզնեսն էլ առնի, դուք այդ գումարը վերցնելու եք երևի թե երկրից դուրս գաք։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Հիմա պարելով դուք գնում եք դեպի ձեր վերջաբանը։ Լավ, սենց ինչքան կարելի է շարունակել սա։ Ես մի տեսանյութում չեմ ուզում նաև խոսալ ընդդիմության մասին, խոսել տարբեր չեմ ուզում, որովհետև շատ է երկարում եւ հետո ինձ լսողները ասում են, հա հետաքրքիր էր, բայց շատ երկար է, մի քիչ կարճ անենք, հա։ Ես տեսնում եմ, որ մարդիկ շատ երկար դիտում են իմ տեսանյութերը։ Ես տեսնում եմ 800 մարդ է նայել, 800 ժամ գրանցվում է, ես տեսնում եմ, բայց չեմ ուզում դա անել ձեզ։ Չեմ ուզում նման բան անել ձեր նկատմամբ, շատ երկար։ Ժողովուրդ, սթափվեք։ Սթափվեք։ Մենք կորցնելու ենք մեր պետությունը պարտքերից։ Սա արվում է հաշվարկված։ Վաղը մյուս օր երկու տարբերակ նորից ասեմ, կամ IMF-ը, կամ Ադրբեջանը ձեր եղբայր գալու է մեր պետության պարտքերը մարելու, իսկ այդ դեպքում Նիկոլը իրան ասել է, ինչ սահմանադրությունը, ինչ սահմանադրություն, այդ տղա, ես քեզ պետությունն եմ նվեր տալու։ Պետությունը։ Երկու բառով է Ռուսաստանի մասին եւ վերջացնենք սրանով։ Ռուսաստանի տարած քաղաքականությունը արդեն ինձ մոտ սկսում է զզվանք առաջացնել։ Ինձ շատերը եւ բոլորը արդեն գիտեն, որ ես Հայաստանի շահերից դուրս գալով միշտ ավելի պրոռուսական հայացքներ ունեմ։ Բայց դա չի նշանակում, որ ես պրոռուսական եմ կամ Ռուսաստանը քննադատելու ոչ մի առիթ չի տալիս։ Ռուսաստանը իրոք քննադատելու շատ առիթներ է տալիս եւ ես հիմա դա անելու եմ։ Այն քաղաքականությունը, որը տանում է Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես բոլոր իր ընկեր եւ թշնամի պետությունների հետ եւ նկատմամբ ուղղակի աննկարագրելի սխալ քաղաքականություն է իմ կարծիքով։ Եվ սա ես չեմ, որ սա կարծում եմ, լուրջ մեկնաբաններ կան, որոնք նույն բանն են կարծում։ Հիմա ասեմ, եթե Վլադիմիր Պուտինը շարունակի նման համբերատար քաղաքականություն տանելու, որ ոնց ասում են, նենց անում են, եւ համբերատար ձևով սենց առաջ են գնում,
եւ պատասխան չկա ոչ Ուկրաինային, ոչ Ադրբեջանին, սպասում են իրոք իրանց մշտական այն ձևին, որ վերջում Մոսկվան կվառեն, բայց իրանց ուզածին կհասնեն, եթե իրենք իրոք սպասում են դրան, այս դարում դա չի լինելու։ Այս անգամ Մոսկվան վառելով հարց չի լուծվելու, Մոսկվան արդեն ուրիշներն են վառում։ Արդեն ոնց որ տեսնում եք Ռուսաստանում վատ տրամադրություններ կան Պուտինի նկատմամբ եւ ես դա ճիշտ եմ համարում, որովհետեւ ինչքան էլ որ ես Պուտինի քաղաքականությանը կողմնակից եմ եղել, որովհետև շատ համբերատար քաղաքականություն ունի։ Շատ անգամ ես հարգել եմ նրա Ուկրաինայի հետ տարած պատերազմի կանոնները, որովհետև ինչ ով ուզում է ասի, նա միևնույնն է Ուկրաինայի հետ փորձեց պինցետով աշխատի, որպիսի հանկարծ շատ ուկրաինացի չվնասվի։ Ինչքան էլ որ վնասվեցին իրենց խելքից, որովհետև ուղակի մարդականակ էին ուղարկում այդ Միսարովկի մեջ, դա հիմարություն էր, բայց Զելենսկին, քանի որ Զելենսկին թքած ունի իր ազգի վրա, դա նորմալ բան է եւ Ամերիկայի, Անգլիայի եւ Եվրոպայի համար նշանակություն չունի, որ մի սլավոնը կմեռնի որ կողմից։ Դա կլինի Ռուսաստանի կողմից, թե կլինի Ուկրաինայի, թե նրանք սլավոնների նկատմամբ մեծ ատելություն ունեն եւ ինչքան շատ սպանեն, այնքան ավելի լավ։ Իրենք անգամ ասում են այս քանի օր առաջ սատկած Լինզի Գրամը միշտ ասում էր, որ իրենք նման լավ գումար դեռ ծախսած չկան, ռուս են սպանում։ Այս մարդկանց մոտ ռուսի նկատմամբ derangement կա, այսինքն լուրջ սինդրոմ կա, ռուս ատելու, սրանք լուրջ ատելություն ունեն եւ մի մոռացեք, որ նաեւ ատելություն ունեն հայերի նկատմամբ։ Ես արդեն սրա մասին խոսել եմ կարճ համառոտ, բայց ես ձեզ պատմելու եմ այն միջադեպերը, որոնց մեջով անցել եմ ես այս երկրում, Ամերիկայում, քանի որ ես նորից ասեմ, չեմ ապրել հայերի մեջ, ապրել եմ ամերիկացիների մեջ, հայերից շատ հեռու։ Եվ միայնակ եմ եղել այս երկրում ամերիկացիների մեջ։ Եվ այն ռասիզմը, որ ես եմ տեսել, զգացել իմ կաշվի վրա, մինչև այսօր անտանելի է ուղղակի, անտանելի։ Դա ուղղակի մի ուրիշ աստիճանի ռասիզմ է։ Դուք կարծում եք Ռուսաստանում կա ռասիզմ մեր նկատմամբ, Ամերիկայում ռասիստներ չկան։ Ամերիկան ամենամեծ ռասիստական պետությունն է։ Ուղղակի, քանի որ Գլենդելում, Հոլիվուդում հայերը բոլորով իրար հետ են ապրում, եւ ընդհանուր կարծիքը Հայաստանում այնպիսին է, որ ստեղ դրախտ է, այս մարդիկ չեն ուզում հասկանալ, որ հայերը եկել են ուրիշ պետության մեջ, ստեղծել են Հայաստան, բոլորով ապրում են իրար հետ, իրար կողք, ուրիշ մարդ չեն տեսնում, ուրիշ մարդ էլ իրենց չի տեսնում։ Բայց մի հատ գնացեք կոմենտներ կարդացեք, թե հայերի նկատմամբ ինչ ատելություն կա Լոս Անջելեսում ընդհանուր առմամբ։ Մինչև YouTube-ում իմ տեսանյութերը տեղադրելը, ես տեսանյութեր էի տեղադրում TikTok-ի վրա։ Եվ իմ տեսանյութերը բոլորը համարյա դրա մասին էին, թե ինչպես են ատում մեր ազգին, եւ ուզում էի բացատրեի ամերիկացիներին, որ մի ատեք մեր ազգին, մենք նախ առաջին հերթին մուսուլման չենք, երկրորդ հերթին դուք սխալ եք հասկանում հային, մենք ամենասխալ հասկացված տեսակն ենք, ethnic group-ն ենք, այսինքն ազգությունն ենք Ամերիկայում, իրոք դա այդպես է, մենք ամենասխալ հասկացված կուլտուրան ունենք եւ մշակույթը Ամերիկայում, սրանք չեն հասկանում մեզ ընդհանրապես։ Երբ որ սկսում են ճանաչել հային, մտնում են հայի օջախ, սկսում են ճանաչել, մեր անունով են երդվում։ Իրոք սկսում են սիրել հային, բայց մինչև դա մենք միշտ անգլերեն ասեմ disadvantage-ի մեջ ենք, որովհետև disadvantage դա բացասական դու միշտ մինուսավոյի մեջ ես, այսինքն ինքը երբ որ քեզ տեսնում ամերիկացին, առաջին հայացքից նա մուսուլման է տեսնում, քանի որ Ամերիկայում մարդկանց իրենք գնահատում են եւ առանձնացնում են ռասայով միայն, դա այդպես է։ Ստեղ երբ որ պոլիսը գալիս է մի միջադեպ է եղել, ասենք թե, պոլիսը գալիս է մեկից
բան վերցնելու, վկայություն վերցնելու։ Պատմում է այդ մի կինը, ասենք միջադեպի մասին։ Ասում է, this black guy was driving this Cadillac, SF մարդը քշում էր Cadillac-ը, he was making a turn and this Asian guy was coming on his bicycle. Այս նեղ աչքերը գալիս էր, այսինքն չինացին, իր հեծանիվով գալիս էր։ He made a turn, then this white guy right there, he came in with his truck and hit both of them. Այս մի սպիտակ տղեն էլ ասում է եկավ իր բանով գրուզավիկով կամ pick-up truck-ով խփեց այս երկուսին։ Դուք հասկանում եք, սենց են իրենք մարդկանց։ Հետո կարող է իմ համար ասեն the guy with the beard, the Caucasian guy. Այս մի կովկասցի տղեն էլ սենց արեց, հասկանում եք։ Այս մարդիկ իրար ռասայով են նկարագրում։ Այս երկրում ամբողջ օրը, եթե դու միացնում ես տելևիզորը, չէ, առավոտից գիշեր ռասային կռիվներ են գնում։ Սևերը սենց ասեցին, էսին հենց ասեց, էնին հենց ասեց, սևին եթե դուք սենց չանեիք 100 տարի սենց չերնի, սպիտակները սենց դուք հասկանում եք, սա ռասիստական տերություն է։ Մեզ ստեղ չեն ընդունում։ Բացի դրանից մեր ազգը անում է որոշակի բաներ, որի համար պատասխան ենք տալի մենք բոլորս։ Ու շատ վատ պատասխան ենք տալի մենք։ Դրա մասին ես կխոսեմ իմ TikTok-ի վրա, ես փորձում եմ ամերիկացիներին ծանոթացնեմ մեր հետ։ Ասեմ, որ ամեն ինչը տենց չի, ոնց որ դուք կարծում եք։ Ես 30 տարի ռասիզմի մեջ եմ ապրել, թե ինչերի մեջով եմ անցել ես ռասիզմի պատճառով, դրանք կպատմեմ ես։ Ժողովուրդ, սա մեր պատմությունն է այս պահին։ Մենք իրոք ընկել ենք շատ վատ անկյուն։ Խնդրում եմ ստապվեք։ Մենք բոլորով պետքա կլինի դա Նիկոլ Փաշինյանի կողմնակից, թե մյուսների, մենք ամեն ինչ պետքա անենք Գագիկ Ծառուկյանի ազատության համար։ Սա բոլորի ձերբակալությունն է, սա Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը չի, սա բոլորս ենք ձերբակալվել մենք սրանով, սա ցույց է տալի մեզ, որ մի մարդ իրան արդեն լրիվ դրել է բռնապետի տեղ եւ ինքը արդեն ամենևին պատասխանատվություն չունի տալու եւ ոչ մի բան չունի, այսինքն նա պատասխանատու չի ոչ մեկի ինքը չունի տալու ոչ մի բացատրություն իր արարքների համար։ Նրան ասել են արա ինչ պետքա, որ բերես երկիրը ծնկի, եւ նա անում է։ Սրանով շատ բան ունեմ ասելու ճիշտն ասած, բայց մի բան էլ ավելացնեմ, ես Ռուսաստանի մասին եմ խոսում։ Ռուսաստանի քաղաքականությունը իրոք շատ տագնապի մեջ է գցում ինձ։ Ինչի համար, որովհետև եթե Ռուսաստանը շարունակի նման ձև առանց ոչ մի կտրուկ քայլերի իր թշնամիների, իր երկրի շուրջ կատարվող բոլոր այս իրադարձությունների, Ադրբեջանի նամանավանդ նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը չանի բոլոր այն ճիշտ քայլերը եւ ինչ որ մեծ բաներ չանի Ռուսաստանը, մեծ քայլերի չդիմի մոտակա ժամանակներում, ինձ թվում է Ամերիկան եւ Ռուսաստանի թշնամիները կհասնեն իրենց ուզածին Ռուսաստանի հենց մեջ, որովհետեւ նրանց պլանը հենց դա է, որ Ռուսաստանի մեջ Ռուսաստանի ժողովուրդը Պուտինի հարցերը լուծի եւ Ռուսաստանի ժողովուրդը քանդի Ռուսաստանը, ոչ թե իրենք, քանի որ իրենք տեսնում են, որ դա հնարավոր չի։ Ռուսաստանին թվում է, թե այս անգամ էլ ոնց որ տեսնում եք, իրենց թվում է, թե այս անգամ էլ իրենք ուղղակի կսպասեն վերջում մի մեծ ինչ որ ասենք վերջում կարող է ատոմայինով խփեն ինչ որ մեկին կամ թեթև ինչ որ մի մեծ հարված հասցնեն այնց որ, բայց դա հարցի լուծում չի, դա ավելի մեծ խնդիր է առաջացնելու։ Ես ասել եմ 2010 թվականից եմ ես ասում, որ Պուտինը լիբերալ է,
նա իրոք լիբերալ է եւ ես շատ լավ հասկանում եմ, որ Ամերիկայում եւ Անգլիայում հասկանում են, որ Պուտինը լիբերալ է, բայց լիբերալ լինելով նա Ռուսաստանի շահերը պաշտպանում է եւ ասում է Ռուսաստանի ռեսուրսները մնալու են Ռուսաստանում եւ Ռուսաստանից եթե դուրս գան, դա լինելու է գումարով, այսինքն թե բարտերով կամ վաճառքի միջոցով։ Այս գումարները Ռուսաստանի ռեսուրսների գումարները պատկանում են ռուս ժողովրդին եւ Ռուսաստանին, չեն պատկանում Անգլիայի կենտրոնական բանկին կամ ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ խնդիրը սա է, ուրիշ խնդիր ստեղ չկա, Ռուսաստանի հետ խնդիր չէր լինի, եթե նրանք ուղղակի չուզենային շարունակեին այն նույն քաղաքականությունը, որ անում են համարյա բոլոր պետությունների հետ։ Եւ Ամերիկայի ժողովուրդը, Ամերիկայի քաղաքացիները չեն օգտվում դրանից, այսինքն երբ որ Ամերիկան ծախսում է իմ մյուսի թաքսից վերցրած հավաքած միլիարդները մեզնից վերցրած մեր եկամուտներից եւ գնում է ուրիշ պետություններ թալանելու կամ չգիտեմ ինչ հեղափոխություններ անելու, որպեսզի այնտեղի ռեսուրսները վերցնի, դրանք վերցնելով Ամերիկայի ժողովուրդը ընդհանրապես ոչ մի բանից չի օգտվում։ Այսինքն մենք նորից մեր բենզինին տալիս ենք, եթե բենզինի լճացում լինի, մենք բենզինին նորից տալու ենք շատ բարձր գին եւ մնացած ամեն ինչին տալու ենք շատ բարձր գին, այսինքն մեր Ամերիկայում ժողովրդին դրանից օգուտ չկա։ Եվ ամերիկացին ինքը հասկանում է դա եւ հասկանում է, որ Ռուսաստանի փլուզումը իրեն ոչ մի բան չի տալու։ Հա, մարդիկ կան, որոնք ուղակի ռոպագանդայի տակ մնացած ուզում են դա լինի, փլուզվի Ռուսաստանը, բայց շատ մարդիկ էլ ասում են ինչի համար, եթե կարող ենք բարեկամություն անել կամ ուղակի գնել են ինչ որ իրենք վաճառում են կամ փոխանակել եւ բոլորս հանգիստ կապրենք, բայց ոնց որ տեսնում եք պետությունները այդպես չեն տեսնում։ Իրանում 96 միլիոն մարդ Իրանում մարդկային ահռելի մի կապիտալ չի օգտագործում անգլիական եւ ամերիկյան բանկեր։ Այնտեղ չկա ամերիկյան եւ անգլիական բանկային համակարգ, իսկ 96 միլիոնանոց մարդկային կապիտալը դա ահռելի եկամուտներ են անգլիական եւ ամերիկյան բանկերի համար եւ նրանք չեն կարողանում ժողովրդական լեզվով ասել պրաբիտ անել, ուրեմն Պարսկաստան, դրա համար ամեն ինչ անում են, որ Պարսկաստանի բենզինը, գազը վերցնեն եւ Պարսկաստանի մարդկային կապիտալից օգտվեն բանկերի միջոցով։ Սա բիզնես է, սա շահ է։ Ստեղ միայն կապիտալիստական գերտերությունները նայում են ամեն ինչին շահի աչքերով, ոնց կարող են օգտվել եւ վերջ ուրիշ բան չկա ստեղ։ Եվ հիմա Հայաստանը ուղակի այս պահին, եթե դուք ուշադրություն դարձնեք, թե քանի հատ իսրայելական ագենտ է աշխատում ձեր կողքերը ամեն օր, որ դուք չեք էլ տեսնում, որ դրանք ագենտներ են, քանի որ նրանք դարել են ազգի ընկերներ, եղբայրներ, ասենք այդ Ալեքսանդր, այդ որ հայերեն է խոսում, որ մեզ բոլորիս ճանապարհ է ցույց տալի այդ երիտասարդը, որ ասում է, որ ինքը ծառայել է IDF-ում Իսրայելի բանակում եւ Մոսադի ագենտ է եւ հայերեն է սովորել եւ ազգի ինչ որ մի զանգված իրեն շատ շոյված ազգում, որ սա հայերեն է խոսում, մեր պատմությունը գիտեք հայերենը, գիտեք ինչ լեզու է, ես հայերենը հպարտանում եմ, որ խոսում եմ հայերեն եւ ես հիմա ասեմ, ես ով եմ ասում, ես այն մարդն եմ, որ Իսրայելի բանակում գնացել եմ, ես ծառայել եմ, ես հասկանում եք, սա ագենտ 1 Են մյուս նորից այդ մի հատն էլ կա, որ աներեսի պես անընդհատ գրում է, դուք հասկանում եք, մեր երկիրը հիմա դարել է իրենց շահի, նրանց պետք է, տեսակ ինչ արեցին, Իսրայելը ինչ որ մի պահ որոշել էր, մի պահ իրենց տեսան փոշմանել են Ադրբեջանին օգնել են, ցեղասպանությունը բերեցին միանգամից օգտագործելու Հենց որ Ադրբեջանը կողքից ասեց լավ, ինչ ուզում ես կտամ, միանգամից հետ քաշեցին։ Հասկանում եք, ինչ է կատարվում։ Նրանք այո, տեղ է գալիս, որ Իսրայելը փոշմանում է Ադրբեջանին օգնելու, որտեղ Ադրբեջանը
շատ է իրան ավելնորդ բաներ թույլ տալիս եւ Ալիևը վերջում շատ վատ ապտակ է ուտելու, շատ ծանր ապտակ, ես չգիտեմ ումից, բայց կամ Նաթանյահուից է ուտելու, կամ Թրամփից, կամ Պուտինից, բայց մեկից ուտելու է հաստատ, եւ եթե ոչ Էրդողանից, բայց ոնց որ տեսակ, ես արդեն ասել էի վաղուց, որ եթե Ռուսաստանը շարունակի, եւ TikTok-ի վրա ունեմ դա, եթե Ռուսաստանը շարունակի սենց իր մեղմ քաղաքականությունը, Ամերիկան չի թողնելու, որ Իսրայելը դառնա այդ տարածաշրջանի գերպետությունը, ես արդեն բացատրել եմ ինչի համար, եւ ամիսներ, 6 ամիս առաջ է ես արդեն տեսանյութ տեղադրել, որ Ամերիկան Թուրքիային նշանակելու է տարածաշրջանի գերպետությունը եւ Հայաստանը տալացվելու է իրանց որպես մուծման դեպոզիտ, քանի որ Թուրքիան ասելու է, եթե ես դառնամ ստեղի գերպետությունը, քո այս չիվավաները անընդհատ իմ ոտերը կծելու են, դրա համար Ամերիկայից իրենց սիրուն դիվանագիտությամբ պոկում են F-35 ինքնաթիռները, որովհետև ասել են Իսրայելը նա ինչ զենքեր ունի, մենք չենք կարող նրանց դիմադրել, Թրամփը ասել է դու գործ չունեք, ես ձեզ կտամ, ինչ որ պետքա, որպեսզի դիմադրեք, իսկ Հայաստանում նստած է մեր շինոկը, պրոբլեմ չկա, դուք կստանաք Հայաստանը, եւ տեսեք ինչ է կատարվում, մեր պետությունը տալիս են, կռախի են բերում, որպեսզի տան, մեր պետությունը անցնելու է Թուրքիային եւ Ադրբեջանին եւ դա լինելու է ֆինանսական պատճառով, ոչ թե իրանք մտնելու են գրավեն, այլ կռախի դիմաց է կանգնելու Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը ասել է, դե ես փորձում եմ Եվրոպա տանել, նա Թուրքիան գնում է Եվրոպա, իր հետ կգնաք, առավոտ ժամը 7-ին այդտեղ եղի, կգանք քեզ կվերցնենք, իրար հետ կգնանք, այդ հենց հասկանում եք, դա է լինելու վերջում, եթե սենց շարունակվեց, եթե Ռուսաստանը շարունակի իրես թույլ քաղաքականությունը, շատ թույլ, եւ Թուրքիան իր հանդարտ եւ համբերատար դիվանագիտությամբ ստանում է իր ուզած զենքերը, իսկ հիմա մի բան էլ ասեմ եւ սրանով ավարտեմ, երբ որ ես ասում եի, որ Լուկաշենկոն թագավոր է, այ ասեմ ինչի համար էի ասում, որ ես ասում եի Հայաստանը պետքա դառնա այդ այնց թագավորություն, Լուկաշենկոն իրեն չի նշանակե դեռ թագավոր, նա դեռ դիկտատոր է համարվում, մի օր կդառնա թագավոր երևի, ես ձեզ ասեմ, տեսակ ոնց Լուկաշենկոն Պուտինի կոշիկները համբյուրելով բերեց իր պետության մեջ դրեց ատոմային ռումբերը, այսինքն մշտական ապահովեց թե Բելորուսյան, թե իր աթոռը, տեսակ, իսկ տեսակ հիմա ինչ արեց, երբ որ Պուտինը ասեց ես քո օգնության կարիք ունեմ, որ գաս Ուկրաինայի պատերազմին մասնակցեք, մեր հետ միասին Բելորուսները, Լուկաշենկոն բաց ձևով ասեց, ես չեմ ուզում խառնվեմ այդ պատերազմին, խնդիր չկա, լիքը հարցերով կօգնեմ քեզ, բայց պատերազմին չեմ մասնակցելու։ Տեսակ ինչ արեց։ Տեսակ Լուկաշենկոն, ով ուզում է սիրի չսիրի, դուք պետքա հարգեք այդ մարդու տարած ճիշտ քաղաքականությունը իր պետության համար։ Իր պետության համար։ Ես Հայաստանում այդ այնց լիդեր եմ տեսնում։ Մարդ, որը որ կհանդարտեցնի երկրում իրավիճակը, բոլորին կխախանդացնի, կբերի իրար գլուխ, ազգը ավելի ճիշտ կսկսի հասկանալ իր կողքերը ինչա կատարվում, դեգրադացումից դուրս կգա, ինվեստիցիաներ կգան երկիր, որտեղ որ կան ատոմային ինչ որ ուժեր։ Իսկ Հայաստանում Ռուսաստանը առաջարկեց գա ատոմակայան սարքի, իրենք բերեն կառուցեն։ Մեր ոչխարները ասացին մեզ պետք չի ձեր ոչ մի բանը, գնացեք ձեր ատոմակայանով։ Ինչի Սովետական միությունը որ մետրոն կառուցեց, Սովետը փլվելուց հետո Ռուսաստանը մետրոն տարավ, հետո թե մինչև այսօր այդ մետրոյով դուք ման եք գալիս։ Համալիրը, որտեղ որ գնում տրճկում եք, տրնգի եք ապարում։ Սովետական միությունը հետը տարավ, հիմա Մոսկվայում է կանգնած համալիրը, թե թողեցին այդտեղ։ Խելացի քաղաքականություն է պետք ունենալ։
խելացի լիդեր է պետք ունենալ, խելացի է պետք լինել։ Մենք մեր հիմարությունից հասել ենք այսօրվան։ Մեզ պետք է խելացի, դիվանագետ, ճիշտ, շատ հեռուն տեսնող եւ պետք եղած տեղը ապտակ տվող լիդեր, որը որ փողով հետաքրքրված չի, որին փողը չի հետաքրքրում այդքան, որին ճոխությունները չեն հետաքրքրում։ Նիկոլի նման չի պատկերացնում ինքն իրան գլխարկով, այտենց որ վաղը մյուսօր պետք է այդ կադրերը հետագա մարդիկ նայեն, Hermes գալստուկ կապի, որ չէր կարողանում սկի իր լվացքի մեքենայի պարտքը փակի, հիմա $500 գալստուկներից պակաս գալստուկ չի կապում։ Հասկանում եք, $1800 գլխարկներ է դնում գլխին։ Հասկանում եք, մեզ նման լիդեր պետք չի։ Մեզ պետք է լիդեր, որ ամեն ինչ տեսել է իր կյանքում, ամեն ինչ ունի, նորմալ ընտանիք ունի, այսինքն կհարգի ընտանիքներին եւ նրանց սնվելու այդ կարևորությունը կհասկանա եւ ունի այն ինչ որ ես ասեցի, որ պետքա ունենա։ Ժողովուրդ, հերիք է այսքանը, արդեն շատ երկար տեսանյութ եղավ, նորից կմիանամ խոսեմ, խնդրում եմ միասին իրար հետ համախմբված, մտածված մենք պետքա մեր պետությունը մի կերպ պահենք։ Շնորհակալություն, որ դիտեցիք, կիսվեք ձեզ հետ իմ եւ ձեր մտքերով կոմենտներում, անպայման խնդրում եմ լայքերը դրեք, որովհետեւ շատ կարեւոր է եւ այդ լայքից ավելի կարեւոր բան այս տեսանյութերի համար ուղղակի չկա։ Մեզ պետքա, որ իմ տեսանյութերը տարածվեն դրա պատճառով, ուրիշ ոչ մի պատճառ, խնդրում եմ, սխալ մի հասկացեք, ես իրականում այդ լայքով չեմ շոյվում։ Այո, շնորհակալ եմ, որ դնում եք, ես իհարկե, եթե ես գործ եմ անում, մարդիկ իրականում հավանում են այն ինչ որ ես ասում եմ, համաձայն են, համամիտ են ինձ հետ, իհարկե, դա հաճելի է յուրաքանչյուրին, բայց այս պահին իրականում ինձ համար շատ ավելի կարևոր է տեսանյութերը տարածելը, ուղղակի որպեսզի շատ ավելի մարդ նայի։ Եթե մի հոգի մարդ էլ ոնց որ ընտրության ժամանակ 10 հոգի մարդ գնաց իմ տեսանյութերի ոգով ընտրելու, որ չէր ընտրելու, հիմա նույն կերպ 10 հոգի մարդ թող արթնանա, խնդրում եմ։ Շնորհակալություն ձեզ, նորից կզրուցենք շատ շուտով։ Հաջողություն ձեզ։